ուզում եմ խոսել, թե ինչից է սկսել ամբողջ այդ թվանացման գործընթացը ծառայությունում։ Գործընթացը սկսվեց հենց ռազմավարությունից 22-26 թվականի դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ պետության որդեգրած քաղաքականությունը հարկադիր կատարման ոլորտում երկու ուղղությամբ էր գնալու։ Մեկը կատարողական վարույթի ամբողջությամբ թվայնացումն էր, երկրորդը օրենսդրական բարեփոխումներն էին։ Արդյունքում 2024 թվականից գործարկվեց տարիների ընթացքում ստեղծված կատարողական վարույթների էլեկտրոնային համակարգը, որի միջոցով կատարողական վարույթը ամբողջությամբ թվայնացվեց։ Ինչ է դա նշանակում, որ հենց հարկադիր կատարման ենթակա ակտի մուտքագրումից մինչև կատարողական վարույթի վերջի փուլը, դա կարճման փուլն է, ամբողջությամբ այսօր թվային է։ Հենց այդ համատեքստում ծառայության առջև դրվեց խնդիր, որպեսզի քաղաքացիները ևս ստանան համապատասխան ծառայություններ, քանի որ կատարողական վարույթի թվայնացման համատեքստում անհրաժեշտություն էր առաջացել, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կատարողական վարույթին ծանոթանալու ևս էլեկտրոնային եղանակով, այսպես ասած առցանց եղանակով մասնակցելու կատարողական գործողություններին։ Դրա համար դեռևս 2022 թվականի ծառայության կայքեջում ներդրված անձնական գրասենյակը այս տարիների ընթացքում ավելի լավարկվեց, կատարելագործվեց։ Արդյունքում մենք ունենք հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են գրանցվել սովորական գրանցման եղանակից սկսած մինչև աննույնականացման, դեմքի նույնականացման միջոցով գրանցվելով ծանոթանալ իրենց վարույթի վերաբերյալ բոլոր նյութերին, պատճեններ ստանալ այնտեղից կատարողական վարույթի նյութերը, կատարել ինչու՞ չէ վճարումներ եւ ամբողջ գործընթացին ծանոթանալ առցանց եղանակով։ Անձնական գրասենյակ հարթակը, ես ձեզ ասեմ, որ ամենօրյա աշխատանքով կատարելագործվում է եւ մենք պետք է հասնենք նրան, որ 2026 թվականի հունվարի 1-ից անձնական գրասենյակը դառնա ոչ միայն տեղեկատվական հարթակ, այլ նաև կատարողական վարույթի կողմերին ծանոթելու եղանակ, որ հարթակից այսօր օգտվում են 20,070 մարդ եւ ամենօրյա կտրվածքով հարթակում գրանցվում են մոտ 60 անձ։ Ցանկացած թվայնացում եւ թվային գործիքների ներդրում դա ուղղված է քաղաքացիների կյանքը բարելավելու համար, ոչ թե դժվարացնելու համար։ Անձնական գրասենյակը եւս, ես ինչպես նշեցի, որ գրասենյակը հիմնական նպատակն է, որպեսզի անձի կարողանան առցանց եղանակով մասնակցելու կատարողական գործողություններին, եւ ես ձեզ նշեմ, որ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները անձնական գրասենյակի հարթակի միջոցով նաեւ ծանոթվելու են իրենց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների մասին, դրանց շրջանակներում կայացրած որոշումների մասին եւ այդ ծանոթումը համարվելու է պատշաճ։ Դրանով խնայվելու է եւ պետական ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են փոստային ծառայությունների վրա, եւ բացի դրանից քաղաքացին իրապես ստանալու է հարկադիր կատարողի կողմից կայացրած որոշումները, որովհետեւ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ փոստային ծառայությունների մոտ ծառայությունների միջոցով ուղարկված որոշումները 60-ից 70% քաղաքացիներին չի հասնում եւ արդյունքում առաջացնում է քաղաքացիների արդարացված դժգոհությունը։ Ուստի հունվարի 1-ից արդեն այս հարթակի միջոցով քաղաքացիները գրանցելով ի սկզբանե գրանցելով իրենց էլեկտրոնային փոստը, այդ փոստին ստանալու են հաղորդագրություն իրենց վերաբերյալ կայացրած ցանկացած որոշումների մասին։ Միանգամից ստանալու են ծանոթություններ։ Ինչպես նաև այդ հարթակի միջոցով քաղաքացիները հունվարից սկսած կարող են ներկայացնել ցանկացած միջնորդություն, դիմում եւ այլն, այսինքն ամբողջությամբ առցանց մասնակցեն վարույթային գործընթացին։ Կարծում եմ այս հարթակը ստեղծված է բացառապես միայն լավարկելու քաղաքացիների կյանքը։ Ինչպես ես նշեցի, բարեփոխումները երկու ուղղությամբ են տարվել։ Առաջինը խոսեցինք թվայնացման մասին, երկրորդը արդեն օրենսդրական բարեփոխումների ոլորտն էր։ Բազմիցս խոսվել է, որ ազգային ժողովի կողմից անցած տարի ապրիլի 4-ին ընդունվել է կատարողական վարույթի մասին նոր օրենքը, որը լիովին հիմնովին փոփոխելու է ամբողջ հարկադիր կատարման գործընթացին վերաբերվող կարգավորումները, բայց հիմնականում պահպանելով այն հիմնական սկզբունքները,
Այսօր ծառայությունը արտադրության նախարարության հետ համատեղ աշխատում է դրա կիրարկման այդ օրենքի պաշեշտ կիրարկման ված գործընթացի վրա։ Դա իր մեջ ենթադրում է ակտերի մոտ 25 ակտի մշակում, շրջանառում եւ ընդունումը, ինչպես նաեւ այդ նոր օրենքից բխող թվային նոր գործիքների ներդրմանը։ Օրենքը կարգավորում է բազմաթիվ հարցեր, որոնք մի կողմից ուղղված են եւ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, մյուս կողմից ավելի ճկուն է դարձրել, այսպես ասած, կատարողական վարույթը, որը հնարավորություն կտա շատ սեղմ ժամկետներում օպերատիվ ապահովել հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումը։ Ուստի մենք ծառայությունը այսօր աշխատում է այնպես, որ անցումը հին օրենքից, որովհետև նախկին օրենքը ընդունվել է դեռևս 1998 թվականից, որպեսզի այդ օրենքից անցումը դեպի նոր օրենքի լինի անցնցում։